Ողջույն բոլորին, տարել ենք արտակին, թողել ենք սադիկ, եկել ենք այսօր ամսի 14-ն է ու գնում ենք, ինչը իմ համար շատ բարդ է ընդունելը, որ մենք այս տարի պիտի արտակին տանենք դպրոց։ Մենք գնում ենք հիմա, իր հույս ունենք ապագա դպրոցը տեսնելու, ինչի համար հույս ունենք, որովհետև դե ներս չենք մտել, ընդհանուր ծրագրերին ծանոթացել ենք, դուրներս եկել է, բայց մենք դեռ չգիտենք ներսի ինչ վիճակ է, ինքը մասնավոր դպրոց է, պետական չի, ինչի պետական չի, որովհետև մեր թղթաբանությունների հետ կապված որոշակի խնդիրներ կան, որը լուծել այս պահին մի քիչ բարդ է, դրա համար մենք որոշեցինք, որ երևի մասնավոր դպրոց ու ունենք մի քանի տարբերակներ, այս տարբերակը դրանցից մեկն է լինելու, այնպես որ կգնանք, տեսնենք ներսում ինչ իրավիճակ է, բաց դաս է լինելու ու արտակը գնալու է 0 դասարան, եթե գնամ այդ դպրոց։ Եղանակը այսօր այդքան էլ հաջող չի։ Ոսմ էի դպրոցի մուտքը ցույց տայ։ Այս ցենտրալնա շկոլա է կոչվում, մուտքը ստեղից է, երկրորդ այստեղից է, իրանք երկրորդ հարկ են բարձրանում, ու ամբողջ երկրորդ հարկը դպրոցն է։ Ոնց որ փակ տարածություն էլ ունի, բայց դեռ տեղյակ չենք։ Ռիզանի Մարկո մոլում կա սենց խաղալու հրապարակ, գրեթե ամեն ինչ կա մեջը, ինձ ես հատվածն է դուր գալիս, բայց ինչ-որ վախենում եմ արտակին էստեղ տանելու համար, նստելու հատվածներով էստեղ, ներքևը շորերի տեղն է, երեխաների դեմքի նկարում են, բատուտներ, ինչ-որ ֆուտբոլի հրապարակ, Պուճուր սարքած, մի խոսքով, գրեթե ամեն ինչ կա, հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար, ասել աղտակն է։ Մի փոքր խոսենք դպրոցի մասին, հավանեցինք թե չէ, իրականում հավանեցինք, ուղղակի շատ հեռու էր, ոնց հասկացանք, մենք մոտավոր գիտեինք ինքը որտեղ է գտնվում, ուղղակի ոնց որ ճանապարհները շատ խորթուբորթ էին, մի քիչ հասնելը բարդ կլինի, ամեն օր գոնե մի 40 րոպե շուտ պիտի դուրս գաս, որ տնից հասնես դեպի այդ դպրոց, բայց դպրոցը շատ լավն էր, իրականում համ դպրոցն էր լավը, համ դասատուներն էին լավը, վերաբերմունքը երեխաների նկատմամբ շատ լավն էր, երեխաներն էին լավ, բաց դասի ժամանակ ընթացքային դե տեսնում ես երեխաները ոնց են իրար հետ շփվում, ու ընթացքում տես թեթև մի կոնֆլիկտ եղավ, բայց իրար մեջ իրանք հետ լուծեցին, այսինքն երեխեք իրար նկատմամբ լարված չէին ու այդ միջավայրը դասատուները կարողանում էին ստեղծեին, որ երեխաները իրար հետ լավ լինեն, իսկ այդ ամենակարևորն է ինձ թվում է, թողնում ենք ավելի շուտ ամենավերջին տարբերակ որպես, մի երկու դպրոց էլ կա, որը պիտի գնանք տեսնենք, ու ընթացքում արդեն կկողմնորոշենք, թե որ դպրոցն ենք ընտրում։ Այսօր արտակի սայզիկից զանգեցին ու ասեցին, որ արտակի կուրկի ցեպը փչացել է, դրա համար մենք գնացինք առանք իրան բոթաս,
Դրա համար մենք մտանք խանութ ճանապարհին ու իրան առանք բոթա։ Փորձած բագրիշկա։ Ակերին ուշադրություն չենք դարձնում։ Կուրկա ենք վերցրել Արտակին նոր, իր կուրկի գույնից է, ինքը ոնց որ այսօր շատ ծանր է տարել, իր կուրկի կորուստը, այնտեղից անգամ վսպիտательницայի էջով ինձ գալասավո էր ուղարկել, ու դերը հետ էլ մի հատ է բոթաս ենք վերցրել, որովհետև արդեն սեզոնը փոխվել է, պիտի կոշիկները հանեինք, իսկ ինքը արդեն անցած տարվա բոթասները իր հակով արդեն չեն լինում բոթասները այս սադիկի համար ենք վերցրել, հետո ընթացքային մի հատը դուրս գալու կառնենք ու մեր տանը սկսել են հայտնվել մոծակներ լիքը հենց որ մոծակի համար այս տեղերից ենք վերցրել գնում եմ սադիկ Արտակին վերցնելու, արշգործի է, մենք էլ այսօր սադիկ ուտուն։ Еще раз, вы можете сказать что-то вроде «звонок» или «включить музыку». Непонятно говоришь. Все, устал. Ты мне сегодня голосовое отправлял из садика? Это не я, это все тетя Армена. Хермине? Да. Ну-ка посмотри на меня. Скажи, тетя Хермине. Тетя Хермине. Молодец. На русском ты говоришь, но на армянском будет через Х. Хермине. Хермине сказал. Молодец. Молодец. Ты сегодня плакал из-за курточки? Да. Ну зачем ты плачешь? Смотри, смотри, туда смотри. Вау, привет, папочка. Папа прошел. Так, кто-то. Не трогаем ничего. Фу, сказал его-то. Ваша сюракер напохал. Гуля. Папа, ты купил нашу игрушку? Сейчас пойдешь в магазин с мамой, мама покупает. Ой, папа, это так и нечестно. Зайчонок. А что? Эй, Хермине. Хермине. Правильно, тетя Хермине. Тетя Хермине. Умничка, молодец. Убагаба. Как назвали твоего жучка? Հարևանստեր։ Байгубай. Я Байрон это назвал его Байгубай. Բայկուբայ։ Да. Наш новый герой. Մենք արդեն տանն ենք, ձեռքի հետ մտանք խանութ մի երկու բան առանք։ Արտակին խաղալիք, որովհետև ամբողջ ճանապարհին ուզում էր, երեք մի հատ ժուկ էինք վերցրել, այսօր փչողկան իրան որպես դրուգ էլի, թե չէ մենակ կմնա ժուկը ոնց կլինի տենց։ Նագեցներ վերցրեցինք, շոկոլադներ։ Յարմոլինո խանութն է այստեղ, մեջը ամեն ինչ վաճառվում է ու այս ամեն ինչը թարմ է բավականին։ Մի քանի անգամ փորձել ենք դուրներս եկել եմ, դրա համար մեկ-մեկ շատ եզակի, բայց վերցնում եմ իրանց մոտից սենց բաներ։ Սա սիսկի, այս Արտակի շորերն է, չիչիվիցը, ոսկ, պոմիդոր, այս Արտակի շորերն է, որ սադիկից բերել եմ կուրկեն սապոկները։ Կուրկեն սապոկները փոխեցի մի անգամից այնտեղ հագցրեցի, դրա համար տենց եկանք տուն, ձու, հալած պանիր, սպագետիով, տոմատով ու հալած պանջով, համեմունքներ եք մի քիչ էլ ավելացնում, իդեալական սպագետի է ստացվում։
Так, արտաքին երշիկ, գարող, ուզում եմ ստալիշնի սարքեմ, կարտոշկա, բանան, սմետան, տանը ամեն ինչ ունեի, բացի գազարից մի հատ գազար եմ վերցրել, հետո շատ չենք օգտագործում ասրոբետանն ու 2 հատ յոգուրտ, մեկ էլ արտակի խաղալիքը։ Так, սկսենք արդեն հաց պատրաստել, որովհետև արտակը սայջիկից եկել է ու սոված է, իսկ ես մեծ հաճույքով մի հատ էլ կսրճեի, որովհետև առավոտ շուտ եմ կոֆե խմել, շուտը որն է, գծետ տենց 10-11-ի կողմերը երևի, թե։ Բայց մի հատ է կխմեի։ Ուրեմն, եթե կինը ունի այս տեսքը, ուրեմն իր տունը ունի այս տեսքը։ Եվ ոչ միայն այդ տեսքը։ Այդ ապացուցված փաստը, մեկ էլ այս տեսքը։ Կամ պիտի տունը լավ վիճակում լինի, կինը այդքան էլ չէ, որտեվ երկուս իրար հետ հասցնելը մի քիչ բարդ գործընթաց է։ Ավելի շուտ երեկոյան կարող է տես ցույց տամ իդեալական վիճակ բան, բայց իմաստը տես պակազուխաների, եթե իրական կյանքը մի քիչ տարբերվում է, ռուշկան։ Որ ասում էի ժուկ ենք առել երեք, այս ժուկի մասին էր խոսքը, ինքը տրանսֆորմեր է, դառնում է ինչ-որ ռոբոտ ու իրան անպայման ընկեր էր պետք, քանի որ ինքը մենակ չի կարող ապրել։ Այսօր վերցրել ենք։ Это что? Ой. Это пчелка. Пчелка? Հա։ Այսօր վերցրել ենք պչոլկային։